Вообще հետաքրքիր է մարդիկ ձմեռը սիրում են հենց ցրտի համար, թե մենակ տեսքի համար են սիրում, որ ձյուն է ու նման բաներ։ Որտեվ ես ում հիշում եմ, որ ձմեռը սիրում է, ասում է, որ ձմեռը սիրում է, բայց այս վերջի տարիների ձմեռ չի, ձյուն չկա եւ այլն։ Իսկ ամառ սիրող մարդիկ ամառվան պրետենզիա չեն ունենում, միշտ ուզում են որ տաք լինի ու ամառը լինում է տաք։ Դաժե եթե ամառը լինում է ոչ շատ տաք, ոսկե անձրևոտ բան, մեկը բոլոր ամառ սիրող մարդիկ գոհ են։ Ոչ չեմ հասկանում ոնց կարելի է ձմեռը սիրել ոչ իր տեսքի համար, то есть որ ձյուն է բան, հա դա սիրուն է, բայց սիրել ձմեռը, որտեվ ցուրտ է։ Ու մարդիկ որ համեմատության մեջ են ասում են խոսքի ինձ ավելի լավ է ցուրտ քան շոգ, բայց դա սեր չի ձմեռվա հանդեպ, դա ավելի շատ սիրո հակառակն է ամառվա շոգի հանդեպ։ Իսկ ձմեռը հենց ցրտի համար սիրել ես չգիտեմ, էլի պրոստը ցուրտը ինքը ինչ որ անապահովության զգացողություն է էլի առաջացնում։ Պարզ է որ ոնց ձմեռվա ցրտին կարաս սառես ու մեռնես, նույն ձև ամառվա շոգին կարաս շոկից չգիտեմ դե ուշաթափվես, ջրազրկվես ու մեռնես։ Բայց ռեալ որ նայում ենք թե ոնց ենք մենք այդ ամեն ինչի մեջով անցնում, ամառը եթե դուսնենք, հա, գոնե ինչ որ ստվեր տեղ կարաս փորձես գտնես, դենց պատը սպարվես շոկից։ Էլի ինձ չի իդեալական քեզ կզգաս, բայց գոնե դենց այդքան վատ չի լինի, էլի։ Իսկ ձմեռը եթե դուսնես ու ցուրտ է, վրոդի ես չգիտեմ ինչ կարաս անես, կարաս մրսես։ Ոնց տաքան ասելի։ Եթե օրինակ դու փող չունես ու դու դրսում ես։ Շու մենք որ սենց ասում ենք ձմեռն է լավ թե ամառը, այդ մենք շատ ինչ որ բան տեսանկյունից ենք ասում, էլի, սեն շատ ապահով։ Երբ որ դու ունես տուն, ունես ջեռուցում, ունես կոնդիցիոներ եւ այլն, ու տենց ու կարաս ընտրես որն է լավ, որը վատ։ Իսկ պատկերացնենք ավելի բնական վիճակում, ոնց որ կենդանիներն են դուրս ապրում, ինչը շատ բնական է, նույն ձև մարդիկ, ովքեր դուրս են ապրում, ոսկի ինչ որ անտուն մարդիկ, ես վստահ եմ իրանք ամառը պրям շատ են սիրում, իսկ ձմեռը ատում են ամբողջ հոգով։ Ու իրանց զգացածը ինձ թվում ավելի մոտ է մարդու հենց բնական ինչ որ ցանկություններին ու զգացածին, որտեղ իրանք նայում են այդ ամեն ինչին մարդու ինքնազգացողության տեսանկյունից, մարդու մարմնի տեսանկյունից, իսկ մենք շատ հավրգած տեսանկյունից ենք նայում, էլի, երբ որ դու տունն ես ու տենց քեզ հավես է պատուհանից դուրս նայել, ոնց է ձյուն գալիս, բայց դու տունն ես, իսկ տուն ունենալը դա բնության մի մաս չի։ Բայց դե մյուս կողմից է մարդիկ է արդեն այլևս ադապտացված չեն ձմռանը, այնքան են սովորել ինչ որ բանի, տենց հազարամյակների ընթացքում այնքան են սովորել նրան, որ իրենք տարբեր միջոցներով ինչ որ խուսափում են այդ ցուրտը զգալուց, ոսկի հագուստ, ինչ որ քարանձավի մեջ բախկվել, հետո արդեն տների եւ այլն, հետո տները ջեռուցել, որ արդեն իրականում ստացվում որ այն մարդը, որ այս պահին կա, ինքը
ահավոր ձևի տարբերվում է այն ավելի վաղուց մարդուց ու դրա համար այդ վաղուց մարդու կյանք ապրելը, եթե ունես տենց ցանկություն, հա, գնաս խոսքի քարանձավում ապրես, շատ ավելի դժվար տրվող բան է, քան այդ մարդուն էր տրվում։ Որտեղ այդ մարդը ավելի ցրտադիմացկուն էր, Вообще, հա, երևի այն վաղտ մարդիկ ավելի ուժեղ էին։ Իրենց օրգանիզմը ավելի ուժեղ էր։ Ու հիմիկվա մարդու համար իրականում այդ շատ վտանգավոր է ինձ թվում, որտեղ եթե մի օր զրկվես ինչ-որ սովորական դարձած բաներից, պրոստը քեզ ինչ-որ դժոխային բան է սպասվում, ժամանակ է սպասվում, որտեղ եթե խոսքի հայտնվեցիր անտառում, հա, դու այնտեղ սառելու ես ավելի շատ, քան սառում են օրինակի համար կենդանիները, քո մաշկը ավելի զգայուն է լինելու, կամ դաժե կենդանիների հետ չհամատենք, այլ համատենք այդ ինչ-որ վաղուց մարդու հետ, չգիտեմ նախնադարանը թե երբ է։ Ու պլյուս դու ինչ-որ մի բան ուզես ուտես, խոսքի, չգիտեմ, ինչ-որ բույս կամ նման մի բան, հավանականություն կա, որ քո ստամոքսը վարի կգնա դրանից, որտեղ մենք դաժե գետնին ընկած բաները չենք բարձրացնում ուտենք, որտեղ վրան երկու հատ ինչ-որ միկրոբ կա, որին մեր օրգանիզմը սովոր չի։ Նո, հələ փոքր ժամանակ լավ է, մենք ուտում ենք ինչ-որ բաներ, որ գետնին կարող են գնել, ինչ-որ չոր բաներ էլի, չեմ ասում, խոսքի կրեմով տորտ ընկներ, բայց ինչ-որ մի բան, որ ընկներ, սենց կվերցնի, էլի կուտեի։ Ու ինձ թվում է դա պետք է вообще հիմա էլ ինձ թվում է։ Նույն ես ուրախ եմ, որ հիմա շատերը երեխեքին դաստիարակելուց կակրած տենց բաներին թեթև են նայում, այդքան տենց հարցերում գիպերապեկա չեն անում, դա դաժե ապեկայի հարց չի, ինձ թվում է թույլ տալ երեխուն ու օրգանիզմը, որ հələ փորձում է կողմնորոշվի вообще ինչն է օքեյ, ինչը չէ, թույլ տալ այդ երեխուն հասկանալ, որ այլ ճիշտ իր օրգանիզմին հասկանալ, որ այդ գետնին ընկած բանից չես մեռնի։ Որտեղ տենց ինչքան մեզ ապահով վիճակում պահենք, այնքան հետո ցանկացած շեղում ծանր է նստելու մեր վրա։ Ու տարիների ընթացքում մանկությունից հետո ես էլ եմ հետ սովորել դրանից, որ ինչ-որ բան գետնին ընկնի, բարձրացնես ուտես, բայց կարծում եմ, որ պետք է նորից մի հատ էլ հետ սովորել դեպի մանկություն, որտեղ եթե չեմ ասում դուս էլ գետնին ընկնի, բայց տանը եթե ինչ-որ բան գետնին է ընկնում, պարզ է, որ հատակը կեղտոտ է, բայց այդ ինչ-որ մի բանն է, եթե ինքը չոր ինչ-որ մի բան է, ինքը իր վրա այդքան շատ զիբիլ չի հավաքում, բայց օգնում է, որ օրգանիզմդ ավելի ուժեղ լինի։ Չգիտեմ խեմ ես պատրաստվում ինչ-որ բանի, կյանքի, որտեղ ես պետք է տենց ինչ-որ ոչ ապահով վիճակում ելնեմ, բայց ամեն դեպքում ինձ թվում է չի խանգարում։ Ոչ խանգարել չգիտեմ, բայց դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Դաժե շատ դեպքերում ինձ թվում է այդ ոնց է մեր մեջ դաստիարակվում, որ օրինակ փոքր ժամանակ ինձ թողել են տենց գետնից, տենց եթե ինչ-որ շատ լուրջ բան չի, ինձ խոսքի չգիտեմ, չարազի հատիկ ընկավ, կարաս վերցնես ուտես, տենց ոչ մեկ չի ջղայնանա, որ այդ։ Ու հետո երբ որ ես մեծացել եմ, ես սովորել եմ, որ պետք չի տենց անել, բայց այդ արդեն իմ ծնողների դաստիարակություն չի եղել, այդ ավելի շատ եղել է դրսի ինչ-որ բան, ես դեռ չգիտեմ ոնց է տեղի ունեցել, բայց տեղի ունեցել փաստացի։ Ես ենթադրում եմ, որ շատ դեպքերում այդ տեղի ունենում նրա արդյունքում, որ պրոստը ինչ-որ բաներ ոչ թե դու չես ուզում անես, այլ դու ամաչում ես կամ քաշվում ես, վախում ես, որ
ինչ որ ձև կքննադատվի այդ կամ ինչ որ մի անգամ քննադատվել է կամ մի քանի անգամ կամ կողքից տեսել ես ոնց է այդ քննադատվում օրինակ ինչ որ մեկը մի բան գցի հետո բարձրացնի կողքի մարդիկ նայեն խնդան ասեն գետներ են եղի բարձրացրիր եւ այլն ու երևի տենց բաներից է որ հետ ենք սովորում այսինքն այդ գետնից բան չբարձրացնելու մեջ այդքան իմ դեպքում օրինակ բայց ինձ թվում է մարդկանց մեծ մասի դեպքում այդքան ոչ թե ինչ որ գիտակցություն կամ անկեղծ ցանկությունն է այլ ավելի շատ վախ որ այդ սխալ կընկալվի դա համար կամաց պետք է օրգանիզմը ադապտացնել արդեն տենց բաներին որտեվ դա ավելի մոտ է էլի մեր բնությանը то есть հարցը ինչ է պրինցիպիալ հարցը կամ ես մտածեցի որ տենց սխալ է դրա համար պետք է տենց չանեմ պրոստը մենք բնությունից այսքան թույլ չենք էլի ինչքան որ հիմա մեզ պահում ենք մենք շատ ավելի շատ ունակ ենք գոյատևման քան մենք մեզ թույլ ենք տալիս դա զգալ դրա համար վաղուց սկսած պետք է օրական մի բան գցել գետնին ու ուտել Նալ ճիշտ առաջի օրը մի բան գցել գետնին հետո ուտել երկրորդ օրը երկու բան գցել հետո ուտել ու տենց 2 ամիս շարունակ երբ որ արդեն ինչ որ օր գա որ դու չէ 2 ամիս չէ մի ամիս շարունակ երբ արդեն օր գա երբ որ դու 30 բան գցես օրվա մեջ ու ուտես ուրեմն վсё արդեն դու բան արեցիր հաղթահարեցիր ոչում այդ փորձությունը ու պլյուս խի մի ամիս ոչ թե 2 որտեվ 2 ամսի մեջ 60 բան է 60 բան իստում է եթե ուտես օրվա մեջ դա արդեն ոչմ է արդեն վտանգավոր կլինի օրգանիզմիդ այն առումով որ կամ կսկսես հետ տալ կամ օրգանիզմիդ լավ չի մարսի կամ կսկսես չաղանալ իսկ չաղանալու ցանկությունն ինձ թվում է մարդիկ սովորաբար չունեն Օրինակ sense արտահայտությունները իրանք միշտ կարան ինչ որ սուր ու սխալ ընկալվեն Դուք եթե ես ասում որ մարդիկ սովորաբար չունեն չաղանալու ցանկություն այդ ընկալվում է որպես ինչ որ մի բան չաղ մարդկանց դեմ բայց իրականում вообще 0 բան կա вообще ցանկացած մարդու դեմ 0 բան կա եթե ինքը մյուս մարդկանց կամ ոչ մի եթե ուրիշներին վնաս չի տալի եթե ուրիշների հաշվին չի ապրում ուզում է թող в общем ինչ մարմնի կառուցվածք հավատք կամ ոչ մի ամեն ինչից կողմնորոշումներ ռասա եւ այլն вообще ինձ միևնույն է ու այդ արտահայտության մեջ նույնպես ես 0 նեգատիվ եմ դնում բայց ինձ թվում է այդ փաստ է որ մարդիկ չեն ուզում չաղանալ Դաժե չաղ մարդիկ չեն ուզում չաղանալ չաղանալու հակում ունեցող մարդիկ չեն ուզում չաղանալ բայց ոստայ եմ դաժե այն մարդիկ ովքեր body positive ու տենց բաների են կողմ ու իրանք գեր են ես ոստայ եմ իրանք դեմ չեն լինի նիհարել ու կարող է չի ստացվում այդ մարդու մոտ նիհարել ու հարց չկա то есть вообще ամեն մեկի գործն է ոնց կստացվի Պրոստը ինձ թվում է որ ավելորդ քաշը նորմայից ավելորդ ինչպես նաև պակաս բայց հիմա խոսում ենք ավելորդից որտեվ ավելորդը ինձ թվում է շատ խնդիրներ առաջացնում ավելորդ քաշը մարմնին էլ կոմֆորտ չի ապրելուն էլ այդքան բան չի հարմար չի то есть օրինակ յուղ շատ ունենալը վնաս է մարդուն Էլ չեմ ասում եմ, որ ինքը պրոստը ծանր է ու իր մարմինը պետք է ծանրություն տանի, իր ողնաշարն ու ոտքերը պետք է կրեն այդ ծանրությունը։
Ու սա ինձ թվում է փաստեր են, то есть ես նենց ինչ-որ միտեղ պրամ կարդացել եմ, բայց հնչում են նենց ոնց որ լինեն ապացուցված փաստեր։ Ու ես այս ամեն ինչ ասում ուղղակի որպես փաստ, բայց երբ որ ես դա ասում եմ, դա կարող անցալվի որպես ինչ-որ նեգատիվ բան ուղղված գեր մարդկանց։ Ու այդ ջղայնացնում է ինձ մեր Կացի ուզում եմ ասի ժամանակակից աշխարհում նո հա լավ երևի մի քիչ կա այդ պահը, որ տենց շատ մարդիկ սուր են ինչ-որ բաներին նայում ու մարդկանց մեծ մասը, շատ մեծ տոկոսը ըստ իմ հաշվարկների 92%-ը հակված են անալիզ չանելու ոչ մի բան вообще ու կախված իրանց բանից, հայացքներից, то есть եթե այդ մարդը որոշել է լինի, չգիտեմ, ռասիստ, ուրեմն այդ տեսանկյունից, եթե ինքը որոշել է հավասարության կողմնակից լինել այդ տեսանկյունից, կամ LGBT կողմից լինի, կամ LGBT-ին դեմ լինի, ոչ ամեն մեկը իր տեսանկյունից, բայց հակված են սուր նայել եւ չմտածել вообще հարցի շուրջ, այսինքն եթե իրանք լսում են արտահայտություն, որտեղ որևէ ձև շոշափվում է այն գաղափարը, որը որ իրանց համար կարևոր է կամ իրանց թվում է, որ իրանց համար կարևոր է, իրանք միանգամից սկսում են սուր նայել դրան, ու եթե դու ասիր չաղ մարդ, միանգամից քեզ կան ասեն в общем, որ դու անտակտ ես և դու ճնշում ես մարդկանց ու նման բաներ, բայց մարդիկ հակված չեն մտածելու, որ այդ արտահայտության մեջ եթե մի հատ դնեն անալիզ անեն, ոչ սխալ բան կար, ոչ վիրավորական բան կար, ու առավելևս չկար այդ արտահայտության մեջ ինչ-որ մի убеждение, ինչ-որ կոնկրետ հայացքներ ու վերաբերմունք չկար, էլի, այսինքն դու ինչ-որ մի բանի տեսանկյունից չես էդի ասում, որ դրանով դու քո հայացքները տարածես, դու ուղղակի ասում ես ինչ-որ բան, որը փաստ է։ Ու կարա քեզ դաժե ինչ-որ մի բան դուր չգա, ու խոսքս ոչ չաղ մարդկանց հետ կապ չունի, էլի, օրինակի համար ես ոչ մի բան չունեմ գեյերի դեմ, ինչպես և մնացած բոլոր մարդկանց դեմ, ինչպես արդեն նշեցի, ովքեր որ ուրիշներին վնաս չեն տալիս։ Բայց միևնույն ժամանակ ու ես ունեմ գեյ ծանոթներ, ընկերներ, ոչ ինձ մաքսիմալ մեկ այդ ամեն ինչը, ինձ մաքսիմալ միևնույն այդ մարդը գեյ է, թե գեյ չի, եթե ինքը լավ մարդ է, ինքը իմ շրջապատում կարա լինի, ես այդ տեսանկյուն չեմ вообще նայում, то есть ես այդ հարցին նեյտրալ եմ վերաբերվում, չեմ խորանում դրա մեջ, բայց միևնույն ժամանակ կան գեյեր, ում խոսալու ձևը, որ ես գտնում եմ ձևական, կան նաև ոչ գեյեր իհարկե, պրոստը հիմա սենց ավելի սուր օրինակ եմ բերում, որ ավելի պարզ լինի։ Ես այդտեղ տեսնում ինչ-որ ձևական բան, որը իմ ներվերին ազդում է։ Ոստեղ ես չեմ խոսում մարդու տեսանկյունից, ով որ ինչ-որ վերաբերմունք ունի գեյերին։ Ես խոսում եմ մարդու տեսանկյունից, ով որ վերաբերմունք ունի ձևականությանը։ Ինձ դուր չի գալիս ձևականություն մարդկանց խոսալու մեջ, մարդկանց պահվածքի եւ այլն եւ այլն։ Երբ որ ես դա տեսնում եմ, այդ իմ ներվերին ազդում է։ Ես այդ Կամ բարձրաձայնեմ։ Ուղղեմ ես գեյերի օրինակը բերում, որտեվ այդտեղ շատ ավելի ակնառու եմ հոր, ավելի հաճախ եմ հանդիպել ես նման դեպքերի։ Երբ որ ինչ-որ կոնկրետ ինչ-որ պահված կա, ինչ-որ խոսելու ձև կա, ինչ-որ մաներնի խոսելու ձև կա, որը ես կողմ եմ որն է, պրոստը լավ, ես ով եմ որ կողմն եմ, բայց ինձ ներվանացնում է, երբ որ մարդիկ իրենց բնական չեն պահում, ինձ թվում է մարդու բնական խոսալու ձևի մեջ կամ պահվածքի մեջ ոչ կա ինչ-որ տիպիկ
քարտ ու պահվածք, որտեղ պետքա դու կուրաժի տնես ու քաջություն ցույց տաս, դա էլ է ձևականություն, դա լրիվ նույն իմ ներվերին ազդում է։ Ոչ ինչ որ այտենց անհասկանալի ինչ որ նու պսևդո աղջկա վարի խոսալ կամ աղջիկների դեպքում պսևդո տղավարի խոսալ, երբ որ խոսում են նենց ոնց որ ինչ որ 14 տարեկան ինչ որ տղու պես են խոսում, բայց իրանց թվում է թե դա տենց կրուտոյ տղու խոսելա ձևը ոչ մեծ սաղի մեջ ես տեսնում ձևականություն, որտեղ մարդը բնական բանի մեջ մարդ պրոստը խոսում է, էլի ուղղակի ոնց ստացվում է։ Երբ որ ինչ որ մասսայական ինչ որ մի ձև է ստացվում բոլորի մոտ խոսալ, ես արդեն դժվարությամբ եմ դրան հավատում, որ դա ինչ որ պատահականություն է։ Դες եթե ես տեսնեի իմ կյանքում քիչ կամ մի ինչ որ գեյ ով որ կխոսար այդ ձև, ես կմտածեի այս մարդու խոսալու ձևն է, բայց երբ որ ես տեսնում որ դա մասսայական է, այդ սկսում է ինձ վրա ազդել, ու ինչպես ես նշեցի, ես այդ հարցին նայում եմ այն տեսանկյունից, մարդու տեսանկյունից, ում վրա որ ազդում է ձևականությունը, բայց եթե ես այդ արտահայտությունը բարձրաձայնեմ ինչ որ մարդկանց մոտ, ովքեր սուր են ընկալում LGBT-ի հետ կապված հարցերը, ինձ միանգամից սկսելու են քարկոծել ու ասել, որ ես սխալ եմ, որ ես չեմ ընդունում ինչ որ մարդուն նենց ոնց կա եւ այլն, եւ իսկ ես ընդունում եմ մարդուն նենց ոնց կա, այդ մարդը իրան չի ընդունում նենց ոնց կա, եթե ինքը չի կարող իր բնական ձևով իրան պահի։ Ու դա իր գործը իրականում, то есть ես նես չի կարող պահանջեմ կամ ինչ որ դեմ լինեմ բան, բայց նաեւ իմ ներվայնանալն է իմ գործն է, իմ ներվայնանալն է իր հիմքերը ունի, որոնց մի մասը դաժե ինձ հայտնի չի, բայց ես որպես փաստ գիտեմ, որ դա ինձ ներվայնացնում է։ Ու տենց ինձ ջղայնացնում է այն, որ մարդիկ տրամադրված չեն մտածելու թե ինչ խի է այսի ասվում, դուք մարդիկ ի սկզբանե վստահ են, որ դա ասվում է այն պատճառով, որին որ իրանք տրամադրված են։ Ոչ ժողովում որ ստայն մոմենտը կա նաև, որ երբ որ այդ հնչում է անծանոթից, դու չգիտես ինքը որ տեսանկյունից է ասում, ավելի հակված ես, որ ինքը վատ տեսանկյունից է դա ասում։ Պրոստը նման հարցերի շուրջ իմ հետ ինչ որ դեբատների մեջ մտել են նաև այն մարդիկ, ովքեր ինձ լավ են ճանաչում, ծանոթ են իմ վերաբերմունքին, ու այն մարդիկ, ովքեր ինձ ինչ որ չափով ճանաչում են։ Իսկ ինձ թվում է, թե մարդուն ինչ որ չափով ճանաչում ես, այդ արդեն հերիք է, որ հակված լինես։ Մի քիչ ավելի քիչ սուր վերաբերվելու, այլ փորձելու հասկանալ, то есть даже եթե ես ինչ-որ մեկին ճանաչում, ինքը ինձ լավ մարդ է թվում, ես իր հետ ուզում եմ շփվեմ, մեկ մի օր ես իրենից ինչ-որ արտահայտություն եմ լսում, որ զարմանալի է իմ համար, ես սուր չեմ նայի դրան միանգամից ու ասեմ, այս մարդը վատն է, մոտ հարցեր կառաջանա, ոնց է որ ես մարդ, ով որ այսքան հարցերում իմ հետ համընկնում է, այս հարցում սենց կատեգորիկ հակառակ ինչ որ բան ունի, վերաբերմունք կամ պոզիցիա ունի։ Այդ վաղ դա ինձ կհետաքրքրի ու ես ոչ թե իրան կասեմ դու վատն ես, որ սենց ես մտածում, այլ կփորձեմ հասկանամ խի է տենց մտածում։ Ու գուցե պարզվի, որ ոնց որ եւս նշածս օրինակում ինքը ոչ թե նկատի ունի, որ ինքը վատ է վերաբերվում այդ երևույթին, այլ վատ է վերաբերվում ինչ որ ենթա երևույթի, որը որ գտնվում է այդ ընդհանուր երևույթի մեջ։ Պրոստը մարդիկ տոլի չգիտեմ ալարում են, հավես չկա, տոլի ինչ, բայց ոնց որ այդքան է հակված չեն շատ։ Ավելի հարմար է բանն էլ, միանգամից պատրաստ վերաբերմունք ունենալ, քան ձևավորել ինչ որ վերաբերմունք կախված դեպքից։ Երևի որտեղ ամեն մեկը ունի իր ինչ որ շրջապատ, համակարծիք մարդկանց, ու տենց իրան ինչ որ թիմ ազգում իրանց հետ, իսկ մյուսներին շատ հեշտ պատրաստ է որպես թշնամի ընկալի։ Բայց եթե փորձես քեզ կտրես այդ բանից,
տարանջատումներից ու ինչ-որ պոզիցիա բռնելուց, ինչ-որ թիմի մի մաս կամ ինչ-որ իզմի մի մաս կազմելուց, այդ դեպքում գուցե ավելի լավ սկսես հասկանալ մարդկանց, որտեվ պրոստը կգիտակցես, որ ամեն մեկը իր տեսանկյունից ու իր պատճառներով ասում են ինչ որ ասում է ու տենց միանշանակ սաղին գցել մի բանի մեջ չես կարա։ Ու էլ եմ ասում մանավանդ, եթե խոսքը գնում է ինչ որ մարդկանց մասին, որ դու ինչ որ չափով ճանաչում ես ու իր հանդեպ ինչ որ դրական վերաբերմունք ունես։ Ինչ էլ հետաքրքիր չի թե խի այդ մարդը կարա այսենց անսպասելի ձևով իրան В общем, առաջի անգամ ծորակի պատմության մեջ ես կոտրում եմ այս 4 պատը ու նայում եմ ձեզ ու ինչ եք կարծում, ինչն է պատճառը։ Հավանաբար դուք բոլորդ մտածում եք, որ ինձ ինչ-որ բան է պետք ձեզնից, ինչը շատ տխուր է, որ մենք ապրում ենք նենց աշխարհում, որտեղ մարդկանց մտքով չի անցնում, որ ինչ-որ մեկ կարա ինչ-որ բան ուզի տա, մարդիկ մտածում որ պարտադիր մարդ ուզում է վերցնի ինչ-որ բան։ Բայց ես տեղ եմ, որպեսզի վերականգնեմ ձեր հավատը, վերջի հույսը մարդկության հանդեպ, ու դրա համար ես կանեմ լրիվ հակառակը։ Հիմա նոր տարի է արդեն, իսկ ես հիմա նոր տարուն նվերներ անել իմ հարազատներին ու ընտանիքին, իսկ դուք ոնց որ իմ երկրորդ ընտանիքը լինեք, կամ միգուցե դաժե առաջին ընտանիքը ոնց որ լինեք։ Ու դրա համար ես ունեմ ձեր համար նվեր, այս մանավանդ դուք հիմա այն մարդիկ եք ստեղ, ովքեր վիդեոն մինչև վերջ են նայել, իսկ դուք քիչ եք սովորաբար, ու ես շատ եմ հարգում նման մարդկանց։ Դրա համար հենց նվերը հենց ձեր համար է։ Այս վիդեոյի description-ում որ նայեք, այնտեղ կա link ծորակի Telegram-ի, որին вообще լավ կանեիք որ հետևեիք։ Այնտեղ առանձնապես բան տեղի չի ունենում, բայց ինքը կա, կարաք հետևեք, դժվար չի։ Վստահ եմ լիքը անկապ էջերի հետևում եք, այս մեկին հետևեք։ Ու բացի դրանից կա նաև link Telegram-ի ստիկերների, որոնք ես սարքել եմ հատուկ լավ մարդկանց համար, իսկ դուք կարծում եմ լավ մարդիկ եք։ Նենց որ կարաք այդ link-ով մտնեք, քաշեք, կամ կարաք չքաշեք, կարաք ուղղակի նայեք, տեսնեք հավանում եք թե չէ, կարաք դաժե вообще չմտնեք, ուղղակի իմացեք, որ այնտեղ ձեր նվերը կա այս description-ում։ Օգտվեք, եթե դուք լավ մարդ եք, եթե լավ մարդ չեք, մի օգտվեք, խնդրում եմ։ Եթե խոսքի սիրում եք ինչ-որ վիդեոների տակ, պարտադիր չի ստեի վիդեոների տակ մտնել ու ինչ-որ քֆուրներ գրել ու նման բաներ, խնդրում եմ հեռու մնացեք իմ ստիկերներից։ Բայց եթե նման բաներ չեք, եթե դուք լավ մարդիկ եք, մտեք, քաշեք, օգտվեք, ուրախացեք, ուղարկեք ուրիշ լավ մարդկանց, վատ մարդկանց խնդրում եմ մի ուղարկեք այդ ստիկերները։ Տենց։ Եթե հանկարծ օգտագործեք ու զգաք, որ կա ինչ-որ բան, որ պակասում է այնտեղս ձեզ, ինչ-որ օգտագործելի բան, գրեք ինձ, ինչ-որ մի թեով գտեք, գրեք ինձ կամ հենց այս վիդեոյի կոմենտներում գրեք, ուղղակի թե ինչ ստիկեր է ձեզ պակասում, ու եթե նորմալ բան գրեք, ես անպայման կավելացնեմ, եթե նենց բան գրեք, որ օգտագործելի է, էլի, որ ձեր մենակ շատ անձնական ինչ-որ մի բան չի, այլ նենց որ մարդիկ կան օգտագործեն խոսքի ինչ-որ բան, որ դուք կարաք օգտագործեք խոսքի, օրինակ տեսնեք, որ չկա բավականաչափ դեպրեսիվ ստիկեր օրինակի համար, գրեք, ես անպայման կավելացնեմ, ու տենց, Всё, լավ էլ չեմ տանում ձեր ժամանակից,
Լավ մնացեք։